Ողջույն սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մեր YouTube-յան ալիքի եթերում կրկին ֆուտբոլ է ում մրցում են արդեն Winter Cup-ի առայժմ անպարտելի թիմերից երկուսը Լեռնային Արցախում Manchester City-ն, ովքեր դեռ չունեն այս մրցաշրջանում պարտություն։ Եկեք ծանոթանանք թիմերի հայտարարություններին, սկսենք Manchester City-ից Վահե Մուրադյանը պաշտպանում է դարպասը համար 1, Արտաշես Արաքելյան համար 5, Ռոմիկ Սարգսյան համար 6, Անատոլի Գաբրիելյան համար 7, Ալեն Սահակյան համար 9, Գարիկ Գիգոլյան համար 10, Վարդան Վարդանյան համար 11, Արշակ Պողոսյան համար 14, Նարեկ Սարգսյան համար 77 եւ Արտուր Ալավերդյան համար 44։ Լեռնային Արցախ դարպասը պաշտպանում է Էրիկ Խաչատյանը համար 1, Սերգեյ Ասրյան համար 2, Արտուր Աբրահամյան համար 3, Արսեն Հարությունյան համար 8, Հարություն Մանգասարյան համար 18, Ռոնալդ Մելքումյան համար 9, Արսեն Սարգսյան համար 10, Տիգրան Ամբարձումյան համար 15, Վալերի Բաբայան համար 11, Ալեն Սարգսյան համար 17, Միքայել Արաքելյան համար 22, Հայկ Աթայան համար 24, Նարեկ Դանելյան համար 25 եւ Արամ Կոստանդյան համար 77։ Իսկապես շատ հետաքրքիր հանդիպում է մեզ սպասում, քանի որ թիմերը շատ լավ մարզավիճակում են գտնվում, անցկացնում են իրենց 2026 թվականի առաջին հանդիպումը ու տեսնենք թիմերից որ մեկը այսօր կհասնի առաջին հաջողության, իհարկե երկու թիմերն էլ միանշանակ այստեղ են այսօր 3 միավոր վաստակելու համար։ Մրցաշարային աղյուսակում թիմերը գտնվում են այս պահին հարևանությամբ, Լեռնային Արցախը 22 միավորով երկրորդ հորիզոնականում է, իսկ Manchester City-ն գտնվում է 4-րդ հորիզոնականում վաստակած 19 միավորով, բայց դեռ մեկ հանդիպում քիչ է անցկացել Լեռնային Արցախի համեմատ Manchester City-ն, այսօր հաղթանակի հասնելու դեպքում City-ն իհարկե մրցաշարային աղյուսակում կհավասարվի Լեռնային Արցախին ու կունենան թիմերը վաստակած 22-ական միավորներ, բացառությամբ այն գործոնի, որ City-ն կունենա 8 հանդիպումից հետո վաստակած 22 միավոր, արդեն Լեռնային Արցախն էլ 9 հանդիպումից հետո նույնքան միավոր։ Իհարկե այս թիմերը կրկնում եմ եւս մեկ անգամ դեռ չունեն պարտություն Winter Cup-ի 2025-26 մրցաշրջանում։ Այս պահի դրությամբ ընդամենը 4 թիմ կա, ովքեր դեռ չեն ճաշակել պարտության համը, դրանք են Լեռնային Արցախը, Manchester City, Juventus-ը ու Ատլետիկո Երևանը, թիմերը, ովքեր բացառությամբ մնացած թիմերի առայժմ չեն կրել ոչ մի պարտություն, միայն այսքան թիմերից, այս նշածս 4 թիմերից Juventus-ը, որ 100%-անոց արդյունք ունի ակտիվում, բոլոր հանդիպումներում հաղթել է Juventus-ը, իսկ մնացած թիմերը City-ն, Լեռնային Արցախ ու Ատլետիկո Երևանը առնվազն մեկ հանդիպում ոչ ոքի են անցկացրել, այդ ցուցակում կար նաև Watford-ը, բայց առաջության նախորդ տուրում 2025 թվականի վերջին հանդիպմանը պարտվեց հենց Լեռնային Արցախին 3-2 հաշվով ու արդեն ետ մնաց այդ ցուցակից։ Արաքելյանն է գնդակով առաջ շարժվում, այստեղ անհաջող փոխանցում կատարեց Արաքելյանն ու Լեռնային Արցախը հասնում է Գրոյի Սարգսյանն է գնդակով Արկելակեց այստեղ Արսեն Սարգսյանը, հարվածի փորձ, բայց Մուրադյանը առանց որևէ խնդիրների կարողանում է վերցնել գնդակ ու իհարկե չի շտապի դեռ հանդիպումը նոր է մեկնարկել։ Ունենան պահեր երկու թիմերն էլ այսօր։ Նարեկ Սարգսյան Սահակյանին ուղարկեց գնդակը։ Պողոսյանն է ստանում դաշտի միջին հատվածում ու գնդակ ուղարկում դեպի Աչեզր Արաքելյան, City-ն իհարկե այսօր կփորձի խաղալ առաջին համարով, ինչը մենք սովոր ենք տեսնել նրանից, բայց մրցակից այսօր կրկնում եմ այն թիմերից մեկն է, ով շատ բարդ մրցակից է յուրաքանչյուր հանդիպման ընթացքում։ Սարգսյան ուղարկեց գնդակը ձախ եզր, Կոստանդյանն է առաջ շարժվում գնդակով, բայց այստեղ Ալավերդյանը փակեց փոխանցման ճանապարհը Կոստանդյանին ու սկսում է City արագակագրը ուղարկեց գնդակը Գաբրիելյանին, Անատոլի Գաբրիելյան, բայց արդեն շատ դանդաղեց ու կորցեց գնդակը Գաբրիելյան այս դրվագում, Արսեն Սարգսյանն է հիմա էլ փորձում հասնել գրոյ, բայց Ալավերդյանը հաջող խլում կատարեց ու շարժվում է առաջ դեպի Վարդանյանը փոխանցում տեսանք, բայց այստեղ ուժեղ ստացվեց Ալավերդյանի փոխանցումը Վարդանյանի համար եւ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Մեկումյան տեսնենք ինչ որոշում կայացնի Արցախի արձակվող, այստեղ երկու անգամ փորձեց անցում կատարել, բայց երկրորդ դրվագում արդեն չստացվեց ու City-ն
Խորքից նորից շարժվում է առաջ Սարգսյան լավներ փոխանցումը դեպի Գաբրիելյանը տեսնենք ինչ որոշում կայացի Գաբրիելյանն թողնում է գնդակը Սահակյանին դեպի Ալավերդյանը փոխանցում տեսնենք աչից կա Վարդանյանը ուղարկեց գնդակը Ալավերդյանը Վարդանյանին գեղեցիկ էր բայց այստեղ Գաբրիելյանի մոտ հարված կատարել Ստացվեց իհարկե Վարդանյանը շատ լավ փոխանցում կատարեց Անատոլի Գաբրիելյանին բայց Այստեղ City-ի արձակվողը չկարողացավ այս գրոհի եզրափակել գոլով Բաբայան Խաղարկում են գնդակը Լեռնային Արցախի ֆուտբոլիստները դեպի ձախ փոխանցում տեսանք բայց այստեղ էլ արդեն Նարեկ Սարգսյանը կարողացավ վերահսկել իրավիճակը Մուրադյանը լեռացեց գնդակը ու այն կրկին Լեռնային Արցախի մոտ է հայտնվում Մանգասարյան Բարձից նկատեց այստեղ Արսեն Սարգսյանին փոխանցում կատարեց բայց Մուրադյանը կրկին առաջին արձագանքեց գնդակին հիմա եզրային նետում կտեսնենք City կողմից Գաբրիելյան լավ թողեց այստեղ գնդակը Նարեկ Սարգսյանին, բայց հետո արդեն Սարգսյանը չկարողացավ կառավարել գնդակը եւ այն դուրս եկավ դաշտի սահմաններից։ Բաբայան Վարկում է գնդակը Ձախեզր Կոստանդյանն է այստեղ։ Մանգասելն է խաղարկում, տեսանք Արսեն Սարգսյան լավ փոխանցում է դեպի Ձախեզր Մելքումյանն ընդունեց գնդակը Կատարեց փոխանցում, տեսնենք հարված էլ կա, բայց այստեղ Առաքելյանը փակում է գնդակի ճանապարհը ու առաջին անկյունային արդեն իրականացնի Լեռնային Արցախ այս խաղում։ Եվ տեսնենք այս անկյունայինի խաղարկում ինչ կտա Լեռնային Արցախի ֆուտբոլիստերին Մելքումյանն է կրկին գնդակի մոտ Վարսից փոխանցում Բաբայան հարված ու դարպասածողն է հիմա օգնության գալիս Մանչեսթեր Սիթին առաջին վտանգավոր պահը ունեցավ Լեռնային Արցախ այս խաղում բայց չկարողացան այս դրվագում խոցել Սիթի դարպասը հիմա էլ Պողոսյանն է խլում կատարում ու շարժվում առաջ Արաքակագրոյի հասնում Սիթին Արչակ Պողոսյան բայց հայտնվեց միանգամից 3 մրցակցի շրջափակման մեջ ու կորցրեց արդեն գնդակը Պողոսյանը Արսեն Սարգսյան Դեպի աչ է ուղարկում գնդակը Սարգսյանը իսկ այստեղ արդեն Ալեն Սարգսյանի փոխանցումը բավական ուժեղ ստացվեց ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից Մուրադյանը խաղարկում է գնդակը Առաքելյանի հետ Արշակ Պողոսյան մեկ հպումով դեպի առաջ բայց այստեղ սխալ փոխանցում հետևեց հիմա էլ սխալվում են Լեռնային Արցախի ֆուտբոլիստները ու Նարեկ Սարգսյանը շարժվում է առաջ գնդակով Գաբրիելյան մեկ հպումով փորձեց գրոհի միացնել Սահակյանին բայց այստեղ փոխանցումը մի փոքր թույլ ստացվեց ու Լեռնային Արցախն է փորձում գրոհ սկսել Մանգասարյան Բարձից փոխանցում այստեղ Առաքելյանը փակեց գնդակի ճանապարհը այն հայտնվեց Մելքումյանի մոտ հետո նորից հասցնում է Առաքելյանը փակել Մելքումյանի հարվածի ճանապարհը ու եւս մեկ անկյունային իրականացնել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Արագ խաղարկեցին այստեղ գնդակը ու փակեն բոլոր տարբերակները հետ փոխանցում ենք տեսնում դեպի Սարգսյանը դեպի Աչեզեր Նորից գրոհի տեղափոխություն Համբարձումյանի ուղղությամբ Սարգսյան թողեց գնդակը Կոստանդյանին ու այստեղ արդեն խորքից Լեռնային Արցախը կրկին գրոհ է սկսում աչ եզրով արդեն եւս մեկ գրոհի տեղափոխություն դեպի Համբարձումյանը բայց այս փոխանցումը Համբարձումյանի համար ուժեղ ստացվեց ու ես իսկ նետի արդեն Մանչեսթեր Սիթին Վարդանյանը խաղարկում է գնդակը Արտաշես Առաքելյանի հետ Այդ փոխանցում դարպասապան Մուրադյանին ու Սիթին աստիճանաբար փորձում են մանր փոխանցումներով այսպես գրոհ սկսել Նարեկ Սարգսյան լավն էր փոխանցումը Պողոսյանն շատ լավ ընդունեց գնդակ ու շարժվում է առաջ ուղարկում է դեպի Ձախեզր Անատոլի Գաբրիելյան Վարդանյանն ուղարկեց գնդակը բայց այստեղ արդեն կորցրեց Վարդանյանը գնդակ ու Կոստանդյանը կարողացավ առանց որևէ խնդիրների այս դրվագում խաղարկել գնդակը դարպասապահ Հաչաջյանին թիմը ռիսկի են դիմում Լեռնային Արցախի ֆուտբոլիստները բայց կարողացան բարեհաջող կերպով դուրս գալ պաշտպանությունից Բաբայան Աչ ուղարկեց Արսեն Սարգսյան
Կոստանջյանն է միացնում գրոին, Կոստանջյանի փոխանցումն էլ կա ու այստեղ Վարդան Վարդանյանից գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Երրորդ անկյունայինը կիրականացնի արդեն Լեռնային Արցախը։ Սա հիշեցնեմ 5-րդ տուրից հետաձգված հանդիպում է։ Այս հանդիպումը պետք է կայանա ավելի վաղ, բայց այն ժամանակավորապես հետաձգվեց եւ այսօր են թիմերը փորձում բարձել միմյանց միջև հարաբերությունները խաղադաշտում։ Եվ ոսպեկ հարվածում Ուրադյանը կրկին հեռացնում է գնդակը։ Գաբրիելյան։ Ու այստեղ խլեցին գնդակը Գաբրիելյանից եւ խորքից կրկին Լեռնային Արցախը կսկսի եւս մեկ գրոհ։ Համբարձումյան։ Բաբայանն է ստանում գնդակը թողեց Մելքումյանին։ Դեպի ձախ Մելքումյան, տեսնենք ինչ որոշում կայացնի Մելքումյանը։ Սարգսյան։ Այստեղ սխալ փոխանցում հետևեց գնդակը հայտվել է Արշակ Պողոսյանի մոտ, Սիթին է հիմա էլ գրոհ սկսում, բայց Պողոսյանի փոխանցումն դեպի Ալավերդյանը չանցավ։ Ու տեսնենք այս գրոհը իշ գտա Լեռնային Արցախին Մելքումյան ու կորցրեց այստեղ Մելքումյանը գնդակը Սահակյանն էլ ուղարկում է գնդակը Ալավերդյանին, Ալավերդյանի փոխանցումը այստեղ չանցավ, բայց հետո հայտվեց այն Սահակյանի մոտ ու խաղում տեղի ունեցավ Բաբայանի կողմից։ Պողոսյան Ալավերձյանը տեղ խաղարկում գնդակը Պողոսյանը դեպի Արաքելյանը փոխանցում տեսանք Մուրադյան Արեկ Սարգսյանին ուղարկեց գնդակը Մուրադյանը Պրեսինգ է գնացել Լեռնային Արցախը, տեսնենք ինչի կվերածվի այս պրեսինգը, բայց Սիթին շատ ճշգրիտ կերպով կարողանում է դուրս գալ պաշտպանությունից, Սարգսյանն էլ լեռվից հարվածի փորձ կատարեց, բայց շեղությամբ ստացվեց Նարեկ Սարգսյանի կատարած հարվածը ու հարված կլինի արդեն Էրիկ Խաչատրյանի պաշտպանած դարպասից։ Բաբայան Երկար փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, այստեղ անցավ գնդակը բոլորից, բայց Սարգսյանը չկարողացավ հաջող կերպով կասեցնել գնդակը։ Ու ես իսկ նետի Սիթին խլում է կատարում այստեղ էլ Վարդան Վարդանյան ու եթե կարողանար վերջին պաշտպանին շրջանցել, ապա միայնակ կմնար Խաչատրյանի դեմ, այստեղ սխալ Դարպասապայի կողմից հետո իր սխալն էլ հենց ուղեց Խաչատրյանը Գաբրիելյանի հարվածի ժամանակ։ Բավական անցավ արդեն հանդիպան մեկնարկից, առայժմ չունենք խփված գնդակ խաղում։ Տեսնենք իհարկե որքան առայժմ չբացվի հանդիպան հաշիվը, այնքան ավելի հանգիստ ֆուտբոլ կընթանա խաղադաշտում, եթե հասցի թիմերից որևէ մեկ առաջին հաջողությանն, ապա բնականաբար հանդիպան ընթացքը ավելի կհետաքրքրանա։ Ալավերդյան հասավ ու պայծ գնդակը դաշտի սահմաններում Ալավերդյանը խաղարկում է Պողոսյանի հետ։ Սահակյան չանցավ այստեղ փոխանցումը, բայց հետո Արշակ Պողոսյանը հաջող խլում կատարում, լավներ փոխանցումը այստեղ չհասկացան հիմա միմյանց մի փոքր Պողոսյանն ու Գաբրիելյանն ու փոխանցումը ավելի այլ ուղղությամբ ընթացավ, քան սպասում էր Գաբրիելյանն ու Պողոսյանից։ Մելքումյան այստեղ էլ Վարդան Վարդանյանն է նահանջելու օգնում պաշտպաններին, հետո էլ խախտում տեղի ունեցավ հենց Մելքումյանի կողմից։ Ստանդարտ խաղարկում են Սիթիի ֆուտբոլիստները, Մուրադյան դեպի աջ Նարեկ Սարգսյանն է այստեղ, Ալավերդյան չկար այստեղ, այո կար խաղի կանոնների խախտում Ալավերդյանի դեմ պայքարում, սուլեց մրցավարը։
Պողոսյան Մեկը պումով դեպի առաջ փորձեց ուղարկել գնդակը, բայց այստեղ չասավ գնդակը Վարդանյանին, հետո էլ Լեռնային Արցախն է արագ գրոհի անցնում, բայց այստեղ Մելքումյանին առան մի քանի ֆուտբոլիստներ մի անգամից շրջափակման մեջ, չնայած մնաց գնդակը Լեռնային Արցախի մոտ։ Մանգասարյան դերվից հարված ուշեղությամբ է ստացվում այլ Մանգասարյանի կատարած հարվածը։ Ու Մուրադյանը կսկսի խորքից։ Նարեկ Սարգսյան լավ փոխանցում է կատարեց Սարգսյանը դեպի Ալավերդյանը, տեսնենք Ալավերդյանը ինչ որոշում կայացնի, փորձեց այստեղ անցման գնալ, բայց կորցրեց փոխարենը գնդակը։ Վալերի Բաբայան լավ ընդունեց գնդակը, Բաբայանը լավ փոխանցում կատարեց Մելքումյանի, վտանգավոր գրոհի անցել հիմա Լեռնային Արցախը, բայց իհարկե այսքան հեշտությամբ թույլ չեն տա Սիթիի տուգանային հրապարակում Մելքումյանին գործել։ Հարշակ Պողոսյան կա փոխանցումը Արտուր Ալավերդյան, վտանգավոր է, տեսնենք ինչ որոշում կայացնի Ալավերդյանը, ուղարկեց գնդակը Վարդանյանին, հարվածել տեսանք, բայց բարձր ստացվեց Վարդանյանի կատարած հարվածը։ Ու Խաչատրյանն է մտցնում գնդակը խաղի մեջ, Համբարձումյան Բաբայանն հիմա է ստացել գնդակը Մելքումյանին ուղարկեց, այստեղ եղավ Արադը Ծառակելյանից ու եզից կնետեն Լեռնային Արցախի ֆուտբոլիստները։ Կոստանդյան գուցե փորձի հեռու տարածությունից Կոստանդյան իհարկե եթե չկան տարբերակներ հիմա լավ խաղարկեցին Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, բայց այստեղ Նարեկ Սարգսյանն է հաջող խմում կատարում, Վարդանյանն էլ զարգացնում է աջ եզրով արագություն, բայց Մելքումյանը հասցրեց այստեղ հեռացնել գնդակը։ Վարդանյանի ոտքերի տակից ու տեղի ունեցավ խաղի կանոնների խախտում, արդյոք թե եզրային հետ նշանակել մրցավարը, հիմա փոփոխություն տեղի ունեցավ Man City-ի կազմում կրկնակի փոփոխություն Գաբրիելյանն ու Սարգսյանը դուրս եկան խաղադաշտից ու նրանց փոխարեն հանդիպումը կշարունակեն Գարիկ Գիգոլյանն ու Ռոմիկ Սարգսյանը։ Տեսնենք ֆուտբոլիստները թարմ ուժերով ինչ կփորձեն անել City-ի կազմում։ Հիմա լավ փոխանցում է կատարում Գիգոլյանի ուղղությամբ Ալավերդյանը, բայց չկարողացավ այստեղ հասնել գնդակին Գիգոլյան ու եզրից կնետի Լեռնային Արցախը։ Փոխանցում դեպի Մելքումյանը կատարեց այստեղ Սարգսյանը, Վալերի Բաբայան մնաց գնդակով Բաբայանը, տեսնենք ինչ որոշում կայացնի։ Հետ է ուղարկում Կոստանդյանին, Մանգասարյան կրկին Բաբայանին փոխանցում կատարեց Մանգասարյանը, Բաբայանն էլ խորքից այստեղ էլ ավելացեց կարծես գնդակի ընթացքը Մելքումյանը, բայց Մուրադյանը իր տեղում էր ու կարողացավ դարպաս անարիք բայլ ևս մեկ անկյունային հիմա կիրասնի Լեռնային Արցախը իհարկե վտանգավոր պահերով այս պահի դրությամբ կարծում եմ ավելի շատ սպառնացել է մրցակցի դարպասին Լեռնային Արցախը, բայց առայժմ հաշիվը բացված չէ այս խաղում, Սարգսյանն է կատարում փոխանցում դեպի տուգանայինի մատույցներ, բայց այստեղ կորցրեց գնդակը Կոստանդյանը, հետո վերականգնեց այն Արսեն Սարգսյան ու ևս մեկ անկյունային կիրասնի Լեռնային Արցախը, դանդաղեց այստեղ Սարգսյանը, հետո էլ չանցավ նրա կատարած փոխանցումը ու տեսնենք այս անկյունայինի խաղարկումը ինչի կփորձեն վերացել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, կրկին Սարգսյանն է տեղադրել գնդակային իրականացնելու համար։ Կա փոխանցումը, ավելի հաջող փոխանցում տեսանք, ավելի լավ հարված այս անգամ Բաբայանից, բայց կրկին մի փոքր շեղությամբ է ստացվում վերջնական հարվածը Լեռնային Արցախի ֆուտբոլիստերի մոտ, իհարկե գեղեցիկ գնդակ կտեսնենք, եթե Բաբայանի հարվածից հետո այն հայտնվեր Մուրադյանի դարպասում, բայց դա տեղի չունեցավ։ Ու տեսնենք խաղակեսի վերջին 5 րոպեներն են մնացել։ Տեսնենք թիմերը
ինչ կփորձենալ այս վերջին րոպեների ընթացքում, թե այնուամենայնիվ կհամաձայնեն գնան ընդմիջման հավասար հաշվի պայմաններում Պողոսյան, Ալավերդյան, Գիգոլյան, կրկին Ալավերդյան ուղարկում է գնդակը Վարդանյանին դեպի Զախ Սահակյանն այստեղ լավ էր մտածել Սահակյանը, բայց այստեղ վերջի պահին կանգնեց գնդակի ճանապարհին ու այն դաշտից հեռացեց Ալեն Սարգսյանը կրկին Սահակյան եզրային նետումը խաղարկեց Մանչեսթեր Սիթին ու այդ փոխանցում դեպի Առաքելյանը կատարեց այստեղ էլ Սահակյանը Տարպասապ Մուրադյանն է գնդակով այստեղ խլեց գնդակը Լեռնային Արցախը պրեսինգի շնորհիվ Արսեն Սարգսյան տեսնենք ինչ որոշում կայացնի Սարգսյանը չկան տարբերակներ հետ ուղարկեց Մելքումյանին հերվից հարված ենք տեսնում ու անկասելի է ստացվում Մելքումյանի հարվածը 1-0 Լեռնային Արցախը բացում է այս հանդիպման հաշիվը Ռոնալդ Մելքումյան 1-0 այո գեղեցիկ գոլ տեսանք առաջի խաղակեսի վերջնամասում Լեռնային Արցախի ֆուտբոլիստի կողմից ու հիմա արդեն Սիթին բնականաբար կշարժվի ավելի բարդ գրոհներ իրականացնելու մրցակցի դարպասի ուղղությամբ եթե մինչ այս արդեն հաշիվը առայժմ այդքանը թույլ չէ տալիս Մանչեսթեր Սիթիին այն մասով որ դեռ չէին պարտվում հիմա բաստողած գնդակից հետո կարծում եմ Սիթին կփորձի առաջի կեսում հավասարեցնել հանդիպան հաշիվը չնայած քիչ խաղաժամանակ է մնացել Սիթիի ֆուտբոլիստերին այստեղ էլ սխալ Կոստանդյանն է խլում 3-2-ի դիմաց Լեռնային Արցախը կրկին շարժվում է առաջ Արսեն Սարգսյան հարվածու Լեռնային Արցախը կրկնապատկում է իր առավելությունը խաղակեսի վերջնամասում Արսեն Սարգսյան 2-0 2 գոլ 2 րոպեի ընթացքում կարողացան խփել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները հիմա իհարկե այս ամենը կարծում եմ չէր մտնում Սիթիի պլաններում խաղակեսի վերջնամասում բաստողնել միանգամից 2 գնդակ բայց շատ արագ ու լավ կերպով կազմակերպեցին հակագրոհը Լեռնային Արցախի ֆուտբոլիստները ու կարողացան գրոհը նպատակակետին հասցնել Խաչատրյան դեպի Համբարձումյանը փոխանցում կատարեց Այստեղ էլ չստացվեց Համբարձումյանի փոխանցումը ավելի հաջող ու անկյունային հարված ամեն դեպքում վաստակում է Մանչեսթեր Սիթին այս իրավիճակում Եվ տեսնենք այս անկյունայինը ինչ կտա Սիթին Պողոսյանը այդ փոխանցում Առաքելյանին Արշակ Պողոսյան ու եւս մեկ անկյունային կտեսնենք այո այսօր Մանչեսթեր Սիթի պաշտպանությունում երևում է Խլղացյանի բացակայությունը նա վնասված ստացել էր Չելսիի դեմ խաղում եւ առայժմ ապակինվան մեջը գտնվում ու այսօր այս կարևոր հանդիպանը իհարկե չի կարողանում օգնել Մանչեսթեր Սիթին ուսանք որ Խլղացյանին մենք առաջկա հանդիպումներում կտեսնենք խաղադաշտում հիմա գրոյի անցել կրկին Լեռնային Արցախը բայց այս փոխանցումը ուժեղ ստացվեց ու եզից կնետի Մանչեսթեր Սիթին Այո կրկնում եմ այսօր Սիթին կորուստերով է ներկայացել այս հանդիպանը մի անգամից երկու հիմնական կազմի ֆուտբոլիստներ բացակայում են Կոստենկովն ու Խլղացյանը բայց կարծում եմ Սիթին կփորձի ամեն դեպքում երկրորդ կեսում նրանց բացակայության պայմաններում լուծել այս խնդիրը Արսեն Սարգսյան այստեղ ուժեղ ստացվեց Սարգսյանի փոխանցումը ու Մուրադյանը սկսում է Սիթի հերթական գրոհներից մեկը խորքից Առաքելյանի հետ է խաղարկում գնդակը կրկին Մուրադյան
Արշակ Պողոսյան, հերո թողեց մի փոքր գնդակը, բայց հասցրեց, հետո այն պայել, հետո կորցրեց Արսեն Սարգսյանն է կրկին գնդակով վտանգավոր գրո է, Սարգսյան փոխանցում եւ 3-0 է դառնում հանդիպան հաշիվը։ Երեք 0 գոլն արձանագրված է, այո, Մանգասարյանը խփում է Լեռնային Արցախի 3-րդ գնդակ ու այս ամենը իհարկե շատ ավելի բարդ խնդիրների առջև է դնում Մանչեսթեր Սիթիին 2-րդ խաղակեսում։ Կոստանդյան դեպի ձախ եզր փոխանցում, տեսանք Համբարձումյանն է ուղարկում այստեղ էլ առաջ գնդակը, բայց Առաքելյանն է հաջող խլում կատարում փոխանցումն էլ անհաջող ստացվեց եւ վերջ առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվեց, մեզ մոտ կարճ է դատարը, որից հետո կշարունակենք։ Սելի ֆուտբոլիստներ մեկնարկում են Մանչեսթեր Սիթին դեմ Լեռնային Արցախի հանդիպան 2-րդ խաղակեսը առաջի կեսից հետո Մելքումյանի, Սարգսյանի ու Մանգասարյանի խփած գոլերի շնորհիվ Լեռնային Արցախը հաղթում է մրցակցին 3-0 հաշվով, եկեք եւս մեկ անգամ վերհիշենք մրցող թիմերի հայտացուցակները, սկսենք Լեռնային Արցախից, Էրիկ Խաչատյանը պաշտպանում է դարպասը, համար 1 Սերգեյ Ասարյան, համար 2 Արտուր Աբրահամյան, համար 3 Արսեն Հարությունյան, համար 8 Հարություն Մանգասարյան, համար 18 Ռոնալդ Մելքումյան, համար 9 Արսեն Սարգսյան, համար 10 Վտանգավոր գրո է ու հենց խաղակեսի մեկնարկում Լեռնային Արցախը կրկին նետվեց առաջ, բայց այստեղ Մանգասարյանի կատարած արվածը շեղությամբ ստացվեց ու չհայտնվեց դարպասում։ Շարունակեմ ծանոթացնել Լեռնային Արցախի կազմը, Տիգրան Ամբարձումյան համար 15, Վալերի Բաբայան համար 16, Ալեն Սարգսյան համար 17, Միքայել Առաքելյան 22, Հայկ Աթայան 24, Դանեկ Դանելյան համար 25 եւ Արամ Կոստանդյան համար 77։ Պողոսյան այստեղ լավ չընկնեց գնդակ ու կորցրել է, ծանոթացնել նաև Մանչեսթեր Սիթիի կազմը, Վահե Մուրադյանը պաշտպանում է դարպասը համար 1, Արտաշես Առաքելյան համար 5, Ռոմիկ Սարգսյան համար 6, Անատոլի Գաբրելյան համար 7, Ալեն Սահակյան համար 9, Գարիկ Գիգոլյան համար 10, Վարդան Վարդանյան համար 11, Արշակ Պողոսյան 14, Նարեկ Սարգսյան համար 77 եւ Արտուր Ալավերձյան համար 44։ Սարգսյան լավ փոխանցում էր դեպի Մելքումյանը, բայց այստեղ փորձեց կիսա շրջադարձ արված կատարել Մելքումյանը ու նրա մոտ դա չստացվեց։ Այո, առաջի խաղակեսի վերջնամասը իսկապես վատ դասավորվեց Մանչեսթեր Սիթիի համար, մի քանի րոպեի ընթացքում ավելի ստույգ ասեմ 3 րոպեի ընթացքում Սիթին բաց թողեց 3 գնդակ ու դա իհարկե այնքան էլ աճել չէր խաղակեսի վերջնամասում, հավասար պայքար էր ընդհանուր առմամբ խաղում խաղադաշտում առաջի խաղակեսի 20 րոպեների ընթացքում, բայց 20-րդ րոպեից մինչև առաջի խաղակեսի ավարտը Լեռնային Արցախի ֆուտբոլիստները կարողացան վտանգավոր ու գոլառատ վայրով աչքի ընկնել, Մելքումյան ուժեղ էր այս փոխանցումը եւ հարված կլինի Սիթիի դարպասից, այո, եթե արագորեն Մանչեսթեր Սիթին նետվի առաջ ու 1 գնդակ հետ բերի առաջիկա րոպեների ընթացքում, իհարկե ամեն ինչ այլ պատկեր կստանա խաղադաշտում, իսկ Սիթին իհարկե դա կարող է։ Արտաշես Առաքելյան Սարգսյանն է ուղարկում գնդակը, տեսնենք իր որոշում կայացի, Սարգսյանը լավ էր նկատել այստեղ Պողոսյանին, բայց փոխանցումը չհասավ նրան, Բաբայանն է գնդակով դեպի աջ փոխանցում, բարձից փոխանցում հիմա էլ դեպի Տուգանային հրապարակ, բայց Մուրադյանը տեղում էր, վերցրեց գնդակ ու այն նետեց Վարդան Վարդանյանին, հիմա էլ Վարդանյանի փոխանցումը չանցավ, Համբարձումյանն է խլել գնդակը, Արսեն Սարգսյան բարձից փոխանցում դեպի Տուգանայինի մատույցներ, Բաբայան վտանգավոր է ու չի ստացվում, հիմա էլ Բաբայանի հարվածը, Արշակ Պողոսյանն էլ սկսում է Սիթիի արագ հակագրով ուղարկելով գնդակը Վարդանյանին, տեսնենք ինչ որոշում կայացի, Վարդանյանը շատ դանդաղեց այստեղ իհարկե ու ստիպված եղավ հետ ուղարկել գնդակը, Նարեկ Սարգսյան, անցումը ստացվեց, դեպի Գիգոլյանը փոխանցում կատարեց Սարգսյանը ու ասրեցին արդեն վերադասավորվել Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, այստեղ էլ չանցավ Գիգոլյանի փոխանցումը հաջող կերպով ու դարպասապահ Խաչատրյանը սկսում է Լեռնային Արցախի
հերթական գրոններից մեկը խորքից, խաղարկելով գնդակը Համբարձումյանի հետ։ Կրկին Համբարձումյան դեպի ձախ Կոստանդյան։ Լավ փոխանցում կատարեց Բաբայանին, ով ընդունեց գնդակը ու շատ լավ նկատեց Մելքումյանին, հարձակման կրակագծում Արսեն Սարգսյան հարված 4-0 էր առնում, հանդիպան հաշիվը գեղեցիկ էր անում, ամեն ինչ լեռնային Արցախի ֆուտբոլիստները ու խփում այս խաղում իրենց 4 գնդակը։ Արսեն Սարգսյան 4-0 դուբլ է գնացում Սարգսյան այս խաղում իր անվան դիմաց ու այս գոլով իհարկե լեռնային Արցախը շատ ու շատ է մոտենում այսօր 3 միավորին իհարկե 4 գնդակ արդեն հեղինակել են City դարպասը ու City-ն առայժմ պետք է մտածի առաջինը մեկը շատ արագ հետ բերելու մասին, բայց առայժմ հարձակման գծում City ֆուտբոլիստերը դա այնքան էլ հաջող չեն անում, հիմա քիչ էր մնացել սխալվել լեռնային Արցախը, սխալ տեղի ունեցավ, բայց Սարգսյանը այստեղ չհասավ գնդակին։ Փոխարենը վաստակեցին City ֆուտբոլիստները այս դրվագում անկյունային հարվածի հնարավորություն, Գիգոլյանն է տեղադրում գնդակը։ Հաղարկեց այն Արշակ Պողոսյանի հետ, կրկին Գիգոլյան, նորից Պողոսյան։ Ու հիմա այդ Պողոսյանի փոխանցման ճանապարհը փակվեց, Դանելյանն էլ առաջ ուղարկեց գնդակը, բայց այստեղ Գիգոլյանը հաստրեց նահանջել ու տիրել գնդակին շարժվում է առաջ, գուցե փորձի հերվից այդպես էլ արեց անդրադարձ ու եւս մեկ անկյունային կիրաստի City-ն։ Գիգոլյան չանցավ փոխանցումը Գիգոլյանի, բայց մնաց գնդակը City ֆուտբոլիստի մոտ, հիմա էլ ուղարկեց այն Գաբրիելյանի ուղղությամբ ու սխալվեց Manchester City 7 համար է, բայց Արաքելյանը այստեղ եկավ փոխօգնության Գաբրիելյանին ու փակեց մրցակցի փոխանցման ճանապարհը Նարեկ Սարգսյան։ Գիգոլյան այստեղ չդիպավ գնդակին, բայց City մոտ գրող կազմակերպել է ստացվեց։ Կոստանդյանն է շարժվում առաջ ձախ եզրով ու Նարեկ Սարգսյանն է կարողանում խլել գնդակը մրցակցից Արաքելյան լավ փոխանցում դեպի Պողոսյանը կարողացավ կատարել, հիմա տեսեք ինչ որոշում կայացնի Արշակ Պողոսյանը, առայժմ գնդակով է, աղարկում է այն Վարդան Վարդանյանի հետ, Սարգսյան, Գիգոլյան լավ էր մտածել, բայց այստեղ կրկին գնդակի ճանապարհին կանգնեցին լեռնային Արցախի պաշտպանները ու հիմա հեռացեցին գնդակային փոխանցում ստացվեց Մելքումյանի համար, ով փորձում է զարգացնել արագություն, բայց իհարկե Արաքելյանը մեկը մեկի դեմ պայքարում այսպես հեշտությամբ չի զիջի ոչ մի մրցակցի, Մուրադյանն էլ գնաց ռիսկի, բայց արդարացված ռիսկ է դա City դարպասապայի կողմից ու City-ն շարժվում է առաջ, հիմա ակտիվություն կա City-ի խաղում Գիգոլյան լավ փոխանցում կատարեց դեպի Ռոմիկ Սարգսյանը փոխանցում ենք տեսնում, բայց այստեղ հեռացնում են կրկին գնդակը եւս մեկ անկյունային հարված կիրաստի City-ն Խաղարկում կրկին անկյունայինի կատարեցին City ֆուտբոլիստները Պողոսյան գուցե հերվից փորձի Պողոսյանը սա ավելի շատ փոխանցում էր ու շեղությամբ ստացվեց Արշակ Պողոսյանի կատարած այս փոխանցումը Եզրային հետուն կիրաստի մայել City-ն Նարեկ Սարգսյան Այո, ունի City-ն դեռ ժամանակ ունի 17 րոպե մինչ հանդիպման ավարտը կա ու կարելի է փորձել մտածել այս հանդիպումը փրկելու մասին իհարկե դրա համար առնվազն 1-2 գնդակ պետք է հիմա Manchester City-ն հեղինակել City-ն կարող է մենք դրա կատարմամբ տեսել ենք Այսպիսի հանդիպումներ երբ City-ն վերադարձել է խաղ իհարկե հիշենք Լեռնային Արցախի հետ հենց Չեմպիոնների լիգայի հանդիպումը որտեղ 1-1 էր հանդիպան հաշիվի ման Նարեկ Սարգսյանը հարված է ցերվից բայց չստացվեց նրա հարվածը դիպուկ իհարկե Չեմպիոնների լիգայի խաղում City-ն դա ապացուցեց հենց Լեռնային Արցախի դեմ խաղում 1-1 էր հանդիպան հաշիվ ու վերջին 4 րոպեի ընթացքում City-ն կարողացավ 4 գնդակ հեղինակել եւ հաղթել
5-1 հաշվով մրցակցին։ Իհարկե ինչու չեն կարող անել այդ ամեն այս հանդիպան ընթացքում, բայց առայժմ այն հարցակման այն դիպուկությունը չկա Մանչեսթեր Սիթիի մոտ։ Վարդանյան ընդունեց գնդակը ու շարժվում է առաջ, աչքի եզով զարգացնում է արագություն, Բաբայանը փորձեց հասնել, հասավ ու հեռացեց գնդակը, բայց այո, հենց Վարդանյանից էլ դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու հարված կլինի Խաչատրյանի դարպասից։ Կոստանձյանի հետ է խաղարկում դարպասապահ գնդակը, փոխանցում առաջ, բայց այստեղ Սիթիի ֆուտբոլիստներն են, Գաբրիելյան ռիսկային էր այս փոխանցում ու եթե Առաքելյան այս դիրքում չլիներ, հիմա արդեն երկուսը մեկի դիմաց դուրս կգային Լեռնային Արցախի ֆուտբոլիստները, հիմա էլ չանցավ Վարդանյանի փոխանցումը ու Պողոսյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից։ Խաղարկեցին եզրային նետում, հիմա Արցախի ֆուտբոլիստները Սարգսյանն է հաջող խնդում կարողանում կատարել, ուղարկեց գնդակը աջ եզր Արշակ Պողոսյան ու Պողոսյանի փոխանցումն էլ փակվեց, եւս մեկ անկյունային կիրասնի հիմա Սիթին։ Հենց Պողոսյանն է գնդակի մոտ, բարձից փոխանցում դեպի Տուգանային հրապարակ, բայց այստեղ հարված չհետևեց դարպասի ուղղությամբ, Արտաշես Առաքելյան դեպի աջ Արշակ Պողոսյան։ Բարձից եւս մեկ փոխանցում, բայց Խաչատրյանը դուրս եկավ դարպասից ու առանց որևէ խնդիրների վերցրեց գնդակը, հետո սխալ փոխանցում կատարեց գնդակը, հայտնվեց Գիգոլյանի մոտ դեպի Պողոսյանը փոխանցում։ Հիմա գուցե ստացվի Սիթիի մոտ որևէ բան, Վարդանյանը հարված ու մի փոքր շեղությամբ հիմա է ստացվում Վարդանյանի կատարած հարվածը։ Այո, վերջին մի քանի րոպեների ընթացքում Սիթին մի փոքր ակտիվացեց հանդիպան ընթացքը, իհարկե դա այսպես ասած փաստաթղթի վրա չի երևում, դեռ հանդիպման հաշիվը անփոփոխ է, բայց ակտիվությունը կտա իր արդյունքը, կարծում եմ։ Հիմա էլ չանցավ փոխանցումը ու Գիգոլյանին բաժին հասավ գնդակը, լավն էր փոխանցումը Պողոսյանի ուղղությամբ, Պողոսյան լավ էր մտածել, բայց այստեղ չանցավ գնդակը Լեռնային Արցախի պաշտպանից Խաչատրյան, ռիսկի դիմեց այստեղ դարպասապահ Խաչատրյանը, բայց հետո կարողացավ ազատվել գնդակից, Մելքումյանն լավ կեր թողեց գնդակը Բաբայանինով զարգացնում է արագություն, ձախ եզրով արգելակեց այստեղ Բաբայանը կատարեց հիմա փոխանցում ու Գիգոլյանը հասրեց նահանջել այստեղ ու դիրել գնդակին Ուրադյան, Գիգոլյան, Գաբրիելյան, կրկին Գիգոլյան, կասնի այս գնդակին անկասկած Գիգոլյանը, բայց հետո սխալվեց, ինչ է այստեղ նշանակել մրցավարը, կար խաղի կանոնների խախտում, Գիգոլյանի կողմից այո եւ ստանդարտ իրականացնիվա Լեռնային Արցախը, Մելքումյանն է պատրաստվում հարված կատարելուն, իհարկե հեռու է տարածությունը ու տեսնենք ինչ որոշում կայացնի Լեռնային Արցախի հարձակվողը կա մրցավարի Սուլիչը, հարվածը նույնպես ու այստեղ Մուրադյանը հեռացեց գնդակը, հետո էլ չստացվեց Մանգասարյանի հարված ու գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից։ Առաքելյանն է հիմա էլ մտնում խաղադաշտ Լեռնային Արցախի կազմում ու արդեն տեսնենք Առաքելյանը ինչ կփորձի անել, Նարեկ Սարգսյան, Գաբրիելյան, Պողոսյանին ուղարկեց գնդակը, շարժվում է առաջ Սիթի 14 համարը, Սարգսյան, կրկին Գաբրիելյան, հետ փոխանցում դեպի դարպասապահ Մուրադյանը, ով ուղարկում է գնդակը Արտաշես Առաքելյանին, Նարեկ Սարգսյան, բայց այստեղ քիչ էր մնում սխալվեր Մանչեսթեր Սիթիի 77 համարը, Նարեկ Սարգսյան հարված է, պետք է այդպես էլ արեց Սարգսյանը ու նորից չի ստացվում դիպուկ գտնվել, չեմ հասկանում ինչ է կատարվում այսօր Սիթիի ֆուտբոլիստների մոտ, իհարկե նրանց հարվածները այսօր նպատակակետին չեն հասնում։ Դանելյան որ հանգարց անես բան չանես խոսում են, անես բան չանես խոսալը չի ապրել։ Դու խոսի
Գապիլյան այստեղ կարողացավ խլում կատարել մնալ գնդակով, տեսնենք ինչ կանի հիմա Անատոլի Գապիլյանը ուղարկում էր գնդակը Սարգսյանին, բայց այստեղ թիկունքից լավ աշխատեց Արցախի պաշտպան ու Լեռնային Արցախը անցնում է գրոհի Կոստանդյան, այստեղ էլ ստացվեց պատխաղարկումը Պողոսյանին բաժին ասավ գնդակով շարժվում է առաջ, Արշակ Պողոսյան կա Վարդանյանի տարբերակը, այդպես էլ մտածել էր կարծում եմ Պողոսյանը, բայց փոխանցումը անհաջող ստացվեց City ֆուտբոլիստի կատարածում Գնդակը Լեռնային Արցախի ֆուտբոլիստները գլորում են պաշտպանությունում Կոստանդյան Արաքելյանի հետ է խաղարկում Երկար փոխանցում դեպի Արսեն Սարգսյան ով լավ կերպ ընդունեց գնդակը կատարեց փոխանցում դեպի Աջեզր պատխաղարկումը գեղեցիկ էր բայց այստեղ հետո փորձեց հասցեել գնդակը Դանելյանին ու չստացվեց Արաքելյանն է շարժվում առաջ գնդակով Գաֆրելյանին ուղարկեց գնդակը Արաքելյանը ով կենտրոնով է շարժվում առաջ Պողոսյան մնաց գնդակով Պողոսյան այստեղ երկու մրցակից է դիմավորել եւ սա խաղի կանոնների խախտում էր Պողոսյանի դեմ պայքարում իհարկե հարվածային է հիմա դիրքը տեսնենք Ինչպիսի որոշում կայացնեն հիմա City ֆուտբոլիստները փոփոխություն տեղի ունեցավ City-ի կազմում Գիգոլյանը դուրս եկավ խաղադաշտից ու Սահակյանը վերադարձավ նրա փոխարեն խաղադաշտ եւ տեսնենք այս ստանդարտ իշ կտա Manchester City-ին Գաբրիելյանն է գնդակի մոտ հերո է մի փոքր տարածությունը բայց տեսնենք ինչ որոշում կայացնի Գաբրիելյանը կա մրցավարի Սուլիչը Անատոլի Գաբրիելյան փոխանցում դեպի Պողոսյանը հարվածել տեսնենք Պողոսյանից բայց Արսեն Սարգսյանի վրա ընդունեց գնդակը Նարեկ Սարգսյան Լավ փոխանցում կատարեց այստեղ Սարգսյանը բայց Պողոսյանը հեռու թողեց իրենից գնդակը ու այն դուրս եկավ դաշտի սահմաններից եւս մեկ անգամ Դարպասապա Խաչատյանը կվերցնի հանդիպումը խաղարկում է գնդակը Բաբայանի հետ Երկար փոխանցում ենք տեսնում Արսեն Սարգսյանի ուղղությամբ հաջող կասեցում Սարգսյանից տեսանք բայց այստեղ մի փոքր դանդաղեց Սարգսյան ու կորցրեց գնդակը Արշակ Պողոսյան ձախ եզրով է հիմա գրոհի անցել Manchester City-ին թողնում է գնդակը Սահակյանին բայց այստեղ Արաքելյանը կարողացավ հեռացնել գնդակը ու հիմա արդեն Լեռնային Արցախը կրկին եւս մեկ գրոհի անցնում գեղեցիկ փոխանցում է դեպի Դանելյանը վտանգավոր է հարվածել կա ու այստեղ մի փոքր շեղությամբ ստացվեց Դանելյանի կատարած հարվածը չհայտվեց դարպասում, բայց եղել է անդրադարձ ու անկյունային հարված փոխարենը գիրաշտի Լեռնային Արցախը Արսեն Սարգսյանն է գնդակի մոտ Փոխանցում հետևեց, բայց Նարեկ Սարգսյանը հեռացեց գնդակի Ռոմիկ Սարգսյան լավ էր մտածել այստեղ Սարգսյանը բայց փոխանցումը հաջող չստացվեց ու հիմա էլ կար խաղի կանոնների խախտում Լեռնային Արցախի ֆուտբոլիստի կողմից Խաղարկում է Պողոսյանը գնդակը Գաբրիելյանի հետ Երկար փոխանցում էր առաջ կատարում Գաբրիելյանը, բայց գնդակը Վարդանյանին չհասավ Արաքելյան, Արսեն Սարգսյան Կոստանդյանին ուղարկեց գնդակը, լավ գրոհի անցել Լեռնային Արցախը կա ձախից տարբերակ կա, փոխանցում հարվածել կա ու Մուրադյանի վրա է ընդունում Համբարձումյանի կատարած հարվածը Ռոմիկ Սարգսյան ուղարկեց գնդակը Պողոսյանին, նետվում է առաջ Manchester City-ն Արշակ Պողոսյան, բայց այստեղ փոխանցումը անհաջող ստացվեց Պողոսյանի կատարած ու Լեռնային Արցախը կարողացավ հաջող կերպով դուրս գալ պաշտպանությունից այս իրավիճակում Բաբայան ուղարկեց գնդակը Սարգսյանին Նորից Բաբայան ձախ եզրով է հիմա էլ Բաբայանը շարժվում առաջ ուղարկում է գնդակը Դանելյանին ու այստեղ էլ Դանելյանի փոխանցումը չանցավ Սահակյանը կանգնեց գնդակի ճանապարհին Պողոսյանն էլ շարժվում է առաջ գնդակով աչից կա Սահակյանը կա փոխանցում նրա ուղղությամբ կա Վարդանյանի տարբերակը բայց Սահակյանը չկատարեց այդ փոխանցումը հետո էլ արդեն Պողոսյանին ուղարկելու ժամանակ գնդակի ճանապարհը փակեց Կոստանդյան ու Լեռնային Արցախը կրկին նետվում է առաջ Բաբայան հերո թողեց այստեղ Բաբայանը գնդակը չնայեց այն մնաց
Լեռնային Արցախի մոտ եւս մեկ փոխանցում ենք տեսնում ու Մուրադյանն է հիմա էլ վերցում գնդակը նետելով այն Նարեկ Սարգսյանին աճ եզրում է հիմա էլ այտվել Նարեկ Սարգսյանը Նարեկ Սարգսյան բայց հարվածի ճանապարհը փակեց Սարգսյանի ու ստիպված եղավ գնդակի հետ ուղարկել Սարգսյանը Գաբրիելյան Ռոմիկ Սարգսյան կրունկով փորձեց այստեղ փոխանցում կատարել Սարգսյանը բայց չկար այնտեղ Manchester City ֆուտբոլիստներից ոչ ոք Արսեն Սարգսյան լավ նկատեց Դանելյանին գեղեցիկ անցում էր Դանելյան տեսնենք այս գրո ինչով կավարտվի գոլով է ավարտում Դանելյանը 5-0 դարձելով այս հանդիպան հաշիվը Նարեկ Դանելյան 5-0 գեղեցիկ արեց Դանելյանը այս դրվագում ամեն ինչու առանց որևէ խնդիրների կարողացավ գնդակ ուղարկել Manchester City դարպաս այո վստահ հաղթանակի այսօր տանում Լեռնային Արցախը ու շարունակում է մնալ անպարտելի իսկ City-ն արդեն կարող ենք ասել ժամանակի առումով որ չի հասնի ու Winter Cup-ում կկրի իր առաջին պարտություն այս մրցաշրջանում Հիմա էլ հարված կլինի արդեն Խաչատյանի դարպասից ոչնչով չավարտեցին այս գրովում City ֆուտբոլիստները Նարեկ Սարգսյան հերվից հարված էր սա կարողացավ Խաչատրյանը հեռացնել գնդակ ու Համբարձումյանն էլ այստեղ հնարամիտ կերպով գործեց Պողոսյանից դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից ու գնդակը կլինի Լեռնային Արցախինը Բաբայան Առայժմ գնդակով է Բաբայանը հիմա երկար փոխանցում ենք տեսնում Դանելյանի ուղղությամբ հաջող կերպ կասեցես Դանելյանը գնդակը շատ լավ գրոհ է Արսեն Սարգսյան կարելի է ավարտել եւս մեկ գոլով այս ամենը ինչ է այստեղ գնդակը հայտնվել է դարպասում թե ոչ չեմ կարող ասել Այո, դարձավ գոլի հեղինակ այստեղ Արսեն Սարգսյանը գեղեցիկ էր այս ամեն ու 6-0 դառնում հանդիպան հաշիվը հետրիկ է գրանցում Սարգսյանն էլ իր անվան դիմաց այս խաղում Արսեն Սարգսյան 6-0 իսկապես գեղեցիկ գրո կազմակերպեց Լեռնային Արցախ այս դրվագում Դանելյանն էլ հաջող կերպով պայեց գնդակը դաշտի սահմանների ու մի շարունակությունը Արսեն Սարգսյանն էլ ավելի գեղեցիկ կերպով ավարտեց Պողոսյան այո այսօր City-ն իհարկե իրեն նման չէր Պաշտպանությունում կար խնդիրներ, հարձակման գծում կար խնդիրներ ու կարծում եմ այս ամենաառաջկա խաղերում իհարկե City-ն հաշվի կառնի Վարդանյան այստեղ խլեց գնդակը Ռոմիկ Սարգսյան, բայց դանդաղեց հետո պայեց գնդակը City-ի մոտ Վարդանյան աչ է ուղարկում գնդակը կասի այս գնդակին արդյոք Պողոսյան այո հասավ ու այն պայեց իր մոտ Եվ հենց իրենց էլ դուրս է եկել արդյոք գնդակը դաշտի սահմաններից թե ոչ չեմ կարող ասել հիմա շարունակվում է City գրո Նարեկ Սարգսյան թողեց գնդակը Պողոսյանին սա փոխանցում էր ու հիմա դարպասաձողն է օգնում արդեն Լեռնային Արցախին կարող էր City-ն մեկ գնդակ այս դրվագում հեղինակել բայց հիմա էլ դարպասաձողը եկավ օգնության Լեռնային Արցախի ֆուտբոլիստերին գրքին գրովում է City-ն բայց նորից հաջող են պաշտպանվում Լեռնային Արցախի ֆուտբոլիստները Արսեն Սարգսյան ու կտեսնենք եզրային դեպքում արդեն Բաբայան լավ փոխանցում դեպի աջ Դանելյանը կրկին հաջող է կասեցնում այստեղ գնդակը
Չկան տարբերակներ, հետ փոխանցում կատարեց Համբարձումյան Արաքելյանի հետ խաղարկեց, բայց այստեղ Նարեկ Սարգսյանն է խլում կատարում ու շարժվում առաջ, հիմա միգուցե ստացվի Սիթիի մոտ որևէ բան։ Սարգսյան փորձեցիք դել եզրափակել ու Խաչատրյանը կարողացավ այստեղ հեռացնել, գնդակը լինենք անկեղծ Սարգսյանի հարվածել։ Թույլ ստացվեց այս դրվագում այն դիպուկությունը չկար, որը մենք սովոր ենք տեսնել նրա կատարման։ Վարդանյան Արշակ Պողոսյանն է ուղարկում գնդակը եւս մեկ փոխանցում դեպի Տուգանայինի մատուցներ, բայց Բաբայանն է հիմա էլ հեռացնում գնդակը։ Պողոսյանը կարողացավ նահանջել ու տիրել գնդակին Գաբրիելյան։ Նորից Պողոսյան ցածից փոխանցում Վարդանյանն էլ ավելացրեց գնդակի ընթացքը, բայց շեղ ստացվեց Վարդանյանի հարված այս դրվագում։ Նորից երկար փոխանցում ենք տեսնում Լեռնային Արցախի ֆուտբոլիստների կողմից ու գրքին Դանելյանին է ուղված գնդակով շատ հաջող է այսօր կասեցումները կատարում։ Սարգսյան չանցավ այստեղ գնդակը Արաքելյանից, Նարեկ Սարգսյանի մոտ հիմա էլ գնդակը փոխանցում ու Համբարձումյանից այն դուրս եկավ դաշտի սահմաններից։ Վերջին րոպեն է ընթանում հանդիպման։ Ու տեսնենք այս րոպեի ընթացքում իշխանեն թիմերը Գաբրիելյան Արաքելյանին է ուղարկում գնդակը նորից Գաբրիելյան հիմա էլ չանցավ Գաբրիելյանի փոխանցումը ու երկուսը մեկի դիմաց շարժվում է առաջ Լեռնային Արցախը կարող են եւս մեկ գոլ հեղինակել Արսեն Սարգսյան 3-ը մեկի դիմաց են հիմա Արցախի ֆուտբոլիստները փոխանցում ու Արաքելյանը խփում է այս հանդիպման 7-րդ գնդակը Լեռնային Արցախի համար եւ վերջը հանդիպումը հենց Վաստակեց երաշտական 3 միավորը ու մնաց անպարտելի Arlation Winter Cup-ում։ Խաղային օրը մեծ մոտ նույնպես ավարտված է, բարի գիշեր ու ամենայն բարիք։